Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը։ Խորհրդարանում հարցը քննարկվել է արտահերթ նիստում։ Մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, մենք փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար, սահմանելով նոյեմբերի 1-ը, այսինքն այն մարդիկ, ովքեր հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը եւ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը։ Ընդդիմադիր падգամավորների հարցերն այս համատեքստում շատ են։ Ընդդիմադիրները գործընկերներին հիշեցնում են, ասել են, այս օրենքը գլխացավանք է դառնալու։ Այսինքն այս ժամկետը երկարացնելով վստահ եք արդյոք, որ օրինակ մինչև նոյեմբերի 1 ունեք վերլուծություն, որտեղ դուք թիվ եք դրել, էլի գրել եք նոյեմբերի 1, մինչև այդ պատշաճ ողջավալով պարտականությունները կատարած կլինեն։ Այսինքն խնդիրը ստեղ միայն ժամկետն էր, որ երկարացնեք հարցը կփակվի։ Ոչ թե երկարացնում ենք նրա համար, որ չեն ներկայացրել, այլ երկարացնում ենք, որ մարդիկ կարողանան ներկայացնել, թե չէ այդպես որ ստացվի, ինչքան չներկայացնեն, այնքան պետք է ժամկետը հետաձգեն, այդպես չի, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ, մարդիկ նույնականացման քարտեր չեն կարողացել ստանալ, հազար մի ուրիշ հանգամանքներ կան։ Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանը խնդրում է հստակ թվեր ներկայացնել, թե պարտավորություն ունեցող քաղաքացիների քանի տոկոսն են ներկայացրել հայտարարագիր։ Խամոյանին եւս մեկ հարց է հուզում։ Եվ ինչ է սպառնում մեր այն քաղաքացիներին, ովքեր նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագիր չեն լրացնի կամ սխալ տվյալներ կլրացնեն հայտարարագրում։ Շնորհակալ եմ։ Պարոն Թունյան, առաջարկում հարցին չպատասխանել, որովհետև 24 ժամյա ռեժիմին չի վերաբերում, ես ցույց չեմ տալի, պարոն Թունյան։ Մտքերի փոխանակման ժամանակ ընդդիմադիրներն իրենց վրդովմունքը հայտնեցին։ Էլի նորից հապճեպ ոտի վրա, ինչի՞ չեք ուզում այս հարցերը քննարկվի, որ բերում եք 24 ժամյա ռեժիմով։ Կարևոր բան է, էլի, չէ՞։ Ամիսներ առաջ գիտեիք, որ պետք է տեղափոխեք նոյեմբերի 1, ժամանակներ գիտեիք, ամեն ինչ էլ գիտեիք։ Նորից 24 ժամ։ Վերջապես բովանդակային քննարկման ընթացքում Բաբկեն Թունյանը թվեր ներկայացրեց։ Մոտավորապես 35,000 հոգի է սպայդությամբ հայտարարագիր լրացնել, մոտ 35,000 հոգի։ Հայտարարագիրը չլրացնելու դեպքում դա չի ենթադրում ազատազրկում։ Իհարկե սա չի նշանակում, որ մեր քաղաքացիները պիտի սա իմանալով հայտարարագիր լրացնելուց խուսափեն։ Падգամավոր Ագնես Ախամոյանը խոսում է ամենակարևորի մասին։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ ինչպես Արցախի հարցից սկսած մինչև Արագաչափեր ստել են, այնպես էլ այս հարցում են ստում եւ պատրաստվեք, որ հաջորդ տարվանից քրեական հետապնդումներ են սպառնում այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չեն լրացնի կամ կեղծ տվյալներ կլրացնեն։ Մենք 300,000-ի ճակատագիր ինչ անելու։ Դուք վստահաբար հեսա համակարգը ներդրվելուց հետո այդ 300,000-ի շեմը հանելու եք։ Եկեք ստեղից պարզ ասեք քաղաքացիներին, երբ եք հանելու 300,000-ի շեմը, որ այդ փոխանցումները, որ մարդիկ այսօր մինչև 300,000-ը տեղավորվում չեն հայտարարագրում, երբ եք դա հանելու, երբ եք հանելու են 12 միլիոնի շեմը օտարերկրյա պետություններից ստացվող փոխանցումների, որտեղ դրանք, ինչպես ժողովուրդն ասում, այսպես փափուկ կտեր են, որ համակարգը ներդրվի, որից հետո արդեն կգնա դեպի կոշտացման։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահեցնում է, հայտարարագրումը միտված է կոռուպցիայի կանխարգելմանը։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այստեղից ահռելի մեծ չափով եւ կոռուպցիայի կանխարգելումա դուրս գալու, եւ ապօրինի գույքա դուրս գալու, եւ տարբեր այլ բաներ։ Արտահերթ նիստից բացի խորհրդարանը շարունակել է դեռ անցյալ շաբաթ սկսված հերթական նիստերի չավարտված աշխատանքները։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկումը վերածվեց փոխադարձ մեղադրանքների։ Գեգամ Մանուկյանն է ամբիոնի մոտ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ Որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։
Գլուխդ պատով տվեցի։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Մանուկյանը մի շարք հայտարարություններ արեց, անդրադարձավ վարչապետի խոսույթին ու հակադրումներին։ Անցյալ շաբաթվա ելույթում արդեն Փաշինյանն այլևս նոր դոզաներ արկեց ներհասարակական կյանքում։ Այս ամբիոնից հակադրեց Արցախյան շարժումն ու անկախության համար պայքարը, այլև Արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այ պայքարի համար։ Նա բացահայտ ձևով հակադրում է մեր նորագույն պատմության երկու հիմնասյուները՝ Արցախյան շարժումը եւ Հայաստանի Հանրապետության անկախացման շարժումը։ Սա ոչ թե թյուրիմացություն է, այլ գաղափարական դիրքորոշում, որն այսօր պաշտոնական է դարձել այս իշխանության համար։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունից կամ ամբողջությամբ։ Մի քանի օրից ապրիլ 24-ն է, ինչ են արել։ Արձագանքում է ԱԺ նախագահը։ Գլուխդ պատով ես տվել դու, ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Տեսնում ենք արդեն։ Իմիջիալոց, հերիք մի սպառնում ես ինձ։ Դե հետո ասեց հա։ Գլուխները պատով եք տալիս, բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպառնի։ Իրավիճակն ԱԺ-ում լարվեց։ Հետ արի, եղբայր, հետ արի։ Հետ եկեք։ Խնդրում եմ նստի լսի էլի։ Կլսես չէ հետո, շնորհակալ եմ։ Եղավ։ Այն մարդը, որը որ մեզ ընտրել է եւ ինչ որ բանի հետ կապված, միգուցե վաղը մեզ չի ընտրելու, ձեզ չի ընտրելու։ Գնալու է երրորդ մեկին ընտրի, բայց ձեզ չի ընտրելու։ Նենց որ այդ որսը դադարեցրեք, դուք իրականում տուպիկի մեջ եք եւ այդ տուպիկը այտենց քաղաքական լուրջ տուպիկ է։ Հայկ Կոնջորյանն էլ ամբիոնի մոտ է Գեգամ Մանուկյանին անցյալից մի քանի դրվագ հիշեցնելու։ Բա այդ երբ որ Թուրքիայի նախագահը գալիս էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, այդ ցեղասպանությունը ուրացողներ, խեյք ծիծեռնակաբերդի լույսերը անջատում։ Այ Արարատը ուրացողներ, ինչի է քաղաքականի մարզաշապիկից Արարատի պատկերը հանում։ Բայց սա դուք եք արել ձեր իշխանության ժամանակ, բա ուրացել եք, խեք ուրացել, հա։ Բա խեք ուրացել է, ձեզ թվում է մարդիկ մոռացել են։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։